Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Դե ինչ, քանի որ վաղն ու մյուսօրը շաբաթ եւ կիրակի հանգստյան օրեր են, իսկ Free News-ով հաղորդումը շաբաթ-կիրակի օրերին չկա, ես չցանկացա այս թեման թողնել երկու շաբթի քննարկվելուն, որովհետեւ որոշակիորեն հնանում է ու այն մանիպուլյացիաները, որոնք կարող են լինել, իրենց հետքը թողնում են։ Իհարկե, վաղը մեր սև սպիտակ ոդքասթն է, որը վաղ մենք ես եւ Գագիկ Մկրտչյանը հուսամ հետաքրքիր կստացվի։ Բայց այս թեման չեմ ցանկանում որպեսի երկրորդվի, որովհետեւ սա թերևս ամենասկանդալային թեման է, որ տարածվում է եկեղեցու շուրջ չէ, որոշ անձանց շուրջ եւ հատկապես եզրացի մասով։ Երևի սրա սկանդալային լինելու խայտառակության չափը ըմբռնելու համար մեր հասարակությունը այդքան էլ պատրաստ չի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում ՊԱԿ գործակալ լինել, ԿԳԲ-ի գործակալ լինել, կամ այդքան էլ հասարակությունը չի գիտակցում, թե դա ինչ աստիճանի վնաս կարող տալ պետությանը, եկեղեցուն, առհասարակ ամեն ինչին, եւ դրա արմատները մինչեւ ուր կարող են տանել, եթե ոչ ավել ոչ պակաս մի ամբողջ կաթողիկոս կոչեցալի եղբայրը ՊԱԿ գործակալը փաստաթղթերի։ Այստեղ ես առաջարկում եմ մի փոքր բարձրաձայն մտորենք միասին, հա։ Շատերը փորձում են կասկածներ ներկայացնել, որքանով է սա իրական փաստաթուղթ, որքանով ոչ եւ այլն, չգիտեմ, sense բաներ։ Գնամ հեսա ամեն ինչի վրա լույս կփորձենք սփռել, որովհետեւ ինքս էլ մի պահ ուզում էի հասկանալ ու չէի շտապում, բայց ամեն ինչ իր տեղը ընկավ 1-2 ուսումնասիրություն անելով։ Ու գիտեք ինչ, ամենավատ բաներից մեկն է, ու ամենակարևոր բանը ինձ համար էս պահին են, թե ինչպես են արձագանքում ընդդիմադիր կայքերը, որովհետև այս շղթան մեծանալու միտում ունի, եւ երկրորդ Ռուսաստանի կողմը արձագանքել է արդյոք, թե դեռևս ոչ։ Այստեղ հարցեր կա։ Այնուամենայնիվ գանք ամենասկզբից, հա, աչքովս ընկավ Գեգամ Մանուկյանը, ով ում այս պարագայում պետք չի բան անել, աչքաթող անել, մի գրառում էր արել, շատ ափալ-թափալ, նա պատգամավոր է, ուզենք թե չուզենք, եւ հանդիսանում է անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, այսինքն ուղիղ իր գծով է։ Ու ինձ հետաքրքիր էր իր գրառումը, լսեք ինչա գրել։ Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում։ Տեղադրում եմ երկու լուսանկար։ Նիկոլի անձնական օգտագործման ԱԱՑ գաղտնազերծած իբր հավաքագրման փաստաթղթի պատճենը եւ երկրորդ ԽՍՀՄ ՊԱԿ ԿԳԲ Լատվիայում նույն վերագրվող թվերին հավաքագրման մի քանի փաստաթղթերի օրինակներ, որոնք այդ երկրում օրենքի հիմքի վրա են գաղտնազերծվել։ Տարբերությունը դուք տեսեք։ Իսկ վաղն արդեն իբրև այժմ Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ կանդրադառնամ, այլևս իրեն թաղած ԱԱԾ այսօրվա խայտառակությանն ու կառույցային ինքնասպանությանը։ Իհարկե Գեգամ Մանուկյանը սրանով ոչինչ կհամոզի, ոչ ձեզանից շատերին, այնուամենայնիվ հրապարակել այդ նկարները, խնդրեմ, ցուցադրեմ, հեսա կանդրադառնեմ դրան նույնպես։ Ահա։ Սա ԱԱՑ-ի գաղտնազերծածը, սա իր ներկայացրածները ինչ ձևերով իր մոտ հայտնված։ Ասի լավ, անցնենք առաջ, իմիջայլոց ասեմ, որ ունեմ Facebook-յան մի ընկեր, ում շատ հարգում եմ, ում օբյեկտիվությունը շատ հարգում եմ, Աննա Միրզոյան օգտատերն է, ով ինչ եմ հարգում, որովհետև բավականին օբյեկտիվ փորձում է իր հարցադրումները անի եւ ներկայացնում է իր տեսանկյունը, ես նման մարդկանց հարգում եմ, իմ շատ լավ ընկերների ցանկում է Facebook-յան։ Ու ինքը նույնպես որոշակի, այսինքն կան ընդդիմադիրներ, ովքեր պաշտպանելու իրենց վիճակը փրկելու համար են դա անում եւ կան քաղաքացիներ, ովքեր ունեն այդ հարցը, հա։ Աննան այդ քաղաքացիներից է, որ ունի այդ հարցը։ Ու գրում է. ուշադրություն։ Քանի որ ես իմ սկզբունքներին չեմ դավաճանել ու չեմ դավաճանելու, ապա հստակ նշեմ. առաջին թուղթը բնօրինակ ԽՍՀՄ ԿԳԲ ալֆաբետային քարտ է, ֆորմա 3, գործակալ, հստակ կարգավիճակով ստորագրությամբ մարմնով ու արխիվային ձևաչափով։ Սա փաստաթուղթ է։ Երկրորդ թուղթը, որ այսօր հրապարակվել է ազգային անվտանգությունը եւ որը ներկայացվում է որպես կտրիչի եղբոր վերաբերյալ ԿԳԲ գործակալական քարտ չէ,
այն չունի KGB դասական ձևաչափ, չունի ալֆաբետային քարտի կառուցված եւ չի կարող փոխարինել բնօրինակ արխիվային փաստաթղթին։ Եթե Գարեգին Բեի եղբայրը իսկապես եղել է ԽՍՀՄ KGB գործակալ, ապա պետք է ներկայացվի հենց նրա անունով կազմված բնօրինակ ալֆաբետային քարտը, ֆորմա 3, KGB արխիվից, իսկ դա չկա։ Այսինքն, առաջինը փաստ է, երկրորդը կտրիչի եղբոր Եզրասի վերաբերյալ հայտարարություն, որը փաստաթղթով չի ապացուցվում։ Եվ կրկին, ճիշտն այն է, ինչ տեսնում ենք փաստաթղթում, ոչ թե այն, ինչ ասում են դրա մասին, ով կարող է պարզաբանում տալ։ Մարդը պարզաբանում է պահանջում, խնդրեմ։ Լավ եմ, Աննա ջան, շատ շնորհակալություն, դու լավ լինես։ Սա ցուցադրում է, Աննան մեր շատ լավ ընկեր եւ սա ԱԱՑ փաստաթուղթ։ Ու հարց է տալիս, այստեղ բաներ կան, որ այստեղ չկա։ Իհարկե սա ունի իր պարզաբանումը եւ կարծում եմ ամենամակերեսային պարզաբանումներից մեկը տվելադարձյալ մեր ընկերներից Արթուր Երիցյանը, հիմա կկարդամ դա, եւ Տեր Սահակյանա Գալստյանը նույնպես տվել է պարզաբանում, բայց ռուսերենով։ Սրանք այն պարզ պատասխաններն են, որ կարող են լինել, իսկ կան պատասխաններ, որոնք որ կարող են լինել արդեն Եզրասի Հայաստան գալուց։ Տեսեք։ Արթուր Երիցյանը գրում է. Դաշնակ Գեղամ Մանուկյանի ներկայացած ալֆաբետային քարտերն եք ցույց տալիս, որը Լատվիան իհարկե այստեղ Արթուր Երիցյանը նկարագրում է, բանը, որը Լատվիան հրապարակել է, քանի որ 1992 թվականից Գեղամ Մանուկյան, հուսամ դու ելք լսես սա։ Լատվիան հրապարակել է, քանի որ 1992-ից ունի օրենք ամբողջական լյուստրացիայի մասին։ Հայաստանի Հանրապետությունը նմանատիպ օրենք չունի եւ կարող է հրապարակել միայն քարտի պատճեն։ Իդեպ վերոնշյալ երեսփոխանը լիակատար իրավունք ունի գնալ ԱԱՑ եւ տեսնել քարտի բնօրինակը։ Բայց այստեղ եւս մի պատասխան կա, որ քարտը, որը կրում է մարդը, այս ալֆաբետային քարտը, եւ կա բանը, դրա մասին սպրավկան, որ ինքը հանդիսանում է ԱԱՑ գործակալ։ Այս փոքրիկ մտքերը շատերից կարող են մի փոքր մոլորեցնել, կասկածներ հարուցել, բայց այնուամենայնիվ, այս պարագայում ամենակարևորը հետևյալն է, որ բացի այդ քարտը, բացի դա, որքանով է պատճենը, որքանով է դրա մասի սպրավկան ինչ-որ հարցման հիման վրա, որովհետև հարցում է արվել, հարցման հիման վրա գաղտնաձերծված փաստաթուղթ է տրվել։ Իմիջայլոց են Երևան ԹԴ բան խառնվել են իրար, բայց CVK-ին տալիս են, մեզ չեն տալիս, երևի էս են ուզում ակնարկել, որ գաղտնաձերծված փաստաթուղթը բոլորին էլ կարող են տալ ձեր հարցման հիման վրա, բայց ձեզ այդ հարցերը չեն հետաքրքրել, ինչպես Սերժ Սարգսյանին, կանդրադառնանք երթով։ Ուրեմն Ստեղ պաշտոնական հայտարարություն գոյություն ունի, որը չի կարելի աչքա թողանել։ Անհնար է դա, որովհետև ԱԱՑ-ի պաշտոնական հայտարարությունն է։ Իսկ ԱԱՑ-ը ժողովուրդ ջան, գուցե շատերի մոտ տպավորվել է ինչ-որ իրավական տես բան կառույց, որը նման է ոստիկանությանը, բայց դուք շատ սխալվում եք։ ԱԱՑ-ն բավականին սպეციფიկ եւ բարդ կառույց է։ Ու ԱԱՑ-ի գործոնը կարա ինքը լավ չգործի, կարա ներսում ունենա տարբեր գործակալներ ինքը նույնպես, բայց այդ կառույցը պաշտոնական հայտարարություններում չափազանց բան է, հա, ասես քծիպ է, որովհետև դա այլ process-ներ է ենթադրում եւ ցանկացած մի հայտարարություն կարող վերածվի լրջագույն սկանդալի, լրջագույն։ Ընդդուք մինչեւ լինելով ԱԱՑ կարող են իրենք փորձեն բերել երկրի վրա, եթե հանկարծ ինչ-որ բան են չլինի։ Լսեք հիմա։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում արկա տվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը 1986-ից 88 թվականներին համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ, այս մասին հայտնել են ԱԱՑ-ի CVK-ի հարցմանն ի պատասխան։ Հետո ԱԱՑ փոխանցմամբ բացի այդ արկա տվյալների համաձայն, այսինքն կան էլի տվյալներ, որոնք այսպես չեն հրապարակում, բայց իրենք ունեն։ Ասում արկա տվյալների համաձայն Եզրաս arczepiskopos Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ շահերին։ Ելնելով վերոգրյալից ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Հետո նոր ասվում է, կից ներկայացում է Եզրաս arczepiskopos Ներսիսյանի համագործակցության հանգամանքը հավաստող գաղտնասերծված փաստաթղթի օրինակը։ Հիմա, ինչ այստեղ այս բարդ համադասական նախադասությունը կամ այս պարբերությունը մեզ ինչ է ասում։ Մեզ ասում է, նայեք, որ մենք հստակ գիտենք, որ Ռուսաստանի Դաշնությունում
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանյան եկեղեցու թեմի առաջնորդը հանդիսանում է գործակալ։ Ինչ եք կարծում, մենակ այս նախադասության հիման վրա ինչ կարող էր լինել։ FSB-ն ինչ գործողություններ կարող էր ձեռնարկել։ Մինչև երկրի առաջին դեմքերով ինչ հեռախոսազանգեր կարող են լինել։ Որովհետև դու քո գործընկեր պետությանը ասում ես, որ քո երկրում մի ամբողջ քրիստոնյա թեմի ղեկավար հանդիսանում է գործակալ, որը գործում է իմ պետության դեմ։ Սա կոնկրետ նոտա է, որին պիտի լրջագույն բան հետ, բայց նայում ենք կար լռություն է։ Հələ ոչ, եթե ինչ-որ բան նկատել եք ռուսական կայքերում, խնդրում եմ ժողովուրդ ջան, հղումը կտեղադրեք, ուսումնասիրեմ, որովհետև ոնց պատտվում եմ, դեռ բան չեմ գտել։ Հասկանում եք։ Ու ինքը դեռ շարունակում է մնալ, հետո ստեղ դեռ չի շեշտում, չի ասում բանա, հաջորդ տողով, ասում է հիմա էլ է կապեր պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Մեկից ավել պետության մասին է խոսքը։ Պետությունների այսինքն այստեղ Ռուսաստանը չի կարող հետաքրքրված չլինել, ասում ոնց թե դու իմ քաղաքացուն, իմ երկրում գործող sense բանի կապ չունի ազգությունը, ասում ես որ ինքը գործակալ է ու ինչ որ օտար պետությունների հետ կապերը պաշտպանում է դեռևս, այսինքն նաև իմ դեմ է գործում, նաև դվայնոյ ագենտ կարա լինի, սա դուք չեք պատկերացնում ինչ խայտարակության մասին է, ու դնել այս հրապարակումը, ու ասվում է ստեղ, ասում է կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգություն, այսինքն ասում է Ռուսաստան, եթե քո հետ աշխատում ես, մենք գիտենք ինքը ում հետ աշխատում, մենք քո գործողությունները, քո կողմից, քո հատուկ ծառայությունների կողմից հովանավորվող գործողությունները կարող ենք ընկալել որպես սպառնալիք մեր երկրի դեմ։ Այսինքն վերցնել Գեգամ Մանուկյանի մակարդակով, այսպիսի բաներ դնել իրար կողք, բայց տեսեք, էսի բայց հաստատա թե հաստատ չի, ժողովուրդ, նմանատիպ հրապարակումները եւ նմանատիպ ձևակերպումները հեչ ներքաղաքական ինչ-որ բաների մասին չեն լինում։ Սրանք լրջագույն հայտարար, սա ինձ համար այդքան այդ փաստաթուղթը հետաքրքիր չէ, որովհետեւ ըստ էության բոլորս գիտենք, որքան ես սպասում եմ ես ժամը գա եթեր անի, որ անեմ, որովհետև նայում եմ ընդդիմադիր կայքերում ինչեր են փորձում արդարացնել, իսկ իրականում այս հայտարարությունը ինչ է նշանակում։ Ես ապշում եմ ոնց կարան մարդիկ նստեն նրանց նայեն լայքեն։ Ինչքան կարելի է կույր լինել, որ չտենալ հստակ գրված հայտարարությունը այն մակարդակով, որ ասում եմ, սա միջազգային սկանդալի կարա վերածվի։ Բայց ոնց որ թե լրություն, այսինքն համաձայն են։ Եվ գիտեք ինչ, այո շատ հնարավոր է, որ այս տեղեկությունը որոշակի գործողությունների արդյունքում ես Ռուսաստանը տրամադրեց լինի։ Ինչ իմանաս։ Ինչ որ դրանք հարաբերություններ են։ Ինչ իմանաս։ Մանավանդ որ շատ հետաքրքիր է նկատում Սյոփա Սաֆարյանը, շատ հետաքրքիր է նկատում Սյոփա Սաֆարյանը ներկայացնելով, որ Փաշինյանը վերջերս sense մի հատ բաներ չէ արել, վիդեո չէ արել, Լյուբյանկան հետևում երևում էր։ Այս նույն ընդդիմադիր կոչեցյալները, որ երեք եկեղեցու բակում գոռում գոչում աղմկում են եւ իրենց KGB-շնիկ ընկերոջն էին եկել փրկելու, անունը դնելով եկեղեցի ենք փրկում, բանա։ Կարծես այ հենց իրանք էլ այդ շենքը sense օղակի մեջ վերցրել առանձնացրել էին, թե այ տեսեք ձեր գործակալը բան։ Հասկանում սա սարսափելի բան է։ Սարսափելի բան։ Եվ եկեղեցին միայն KGB-ի աշխատողների ворչի վերածելը չի է խնդիրը։ Խնդիրը այն ահռելի ինֆորմացիան է, որին տիրապետում է Հայաստանից առաքելական Սուրբ եկեղեցին։ Հասկանում եք ինչ կներեք արտահայտությունս ինչ միակ։ Աննա ջան, ողջույն, ես Միրզոյան Աննա, տեսա որ նոր միացար, իմիջիայլոց ընթերցում էի նաև քո գրառումը եւ քո Արտուր Երիցյանի երկխոսությունից մի հատված ամենայն հարգանքով դու իսկապես իմ Facebook-յան ընկերների մեջ թերևս ամենաօբյեկտիվ մարդկանցից մեկն ես, այնուամենայնիվ ես չեմ կարող այս հրապարակումը դնել հարցականի տակ, որովհետև եթե որ սկզբից նայես լավ կլինի, որովհետև ԱԱԾ-ն պաշտոնական հայտարարություն արել ավելի լայն կոնտեքստում, քան այդ փաստաթուղթն է։ Այստեղ է հարցը ժողովուրդը։
ու այս առնետա վազք ասեմ, առնետա կռիվ անեմ, չգիտեմ, ասեմ, պաշտպանողական ռեակցիա ասեմ, շատ հետաքրքիր է ուսումնասիրելը, պահելը։ Դրանք անպայման պետք են գալու։ Շատ հետաքրքիր է։ Ստեղ ես պիտի մի հատ էլ անդրադառնամ անպայման Սերժ Սարգսյանին։ Այսօր Սերժ Սարգսյանին հարց է տալիս լրագրողը։ Եկեք ես նյութը կարդամ ու միասին անցնենք։ Այս կներեք մի հատ այս բաներին տնամ կարամ հենց զաբլակի երևեց, մարդը Ադրբեջանի դրոշով եկել կանգնել այստեղ։ Ուրեմն, քաղաքագետ Գագիկ Քամալյանը Facebook-յան էջում գրել է։ Սերժը, դե Սերժին մոտեցել են, ասում են, ես իմիջիալից առանձնացրել էի դա, բայց չեմ գտնում այս բանին, ես միանգամից գրառումը կկարդամ։ Ասում են, գիտեք, այսպեսի բան է եղել, դատարանից դուրս գալուց լրագրող, ասում է, դե ես գիտեք, այդքան էլ տեղյակ չեմ եղել, ես առհասարակ տեղյակ չեմ եղել, քիչ անիմացի հա ինչ անենք, տորի հենց բառացի ասում, ասես մեկ բան էլի։ Ուրեմն, Սերժը մոտավորապես ասում է, որ ինչ խնդիր կա, եթե մարդը KGB գործակալ լինի եւ ավելացնում է, որ ինքը երբ զբաղեցնում էր մեծ պաշտոններ, երբեք չի հետաքրքրվել, թե ովքեր են եղել գործակալներ, որովհետեւ դա իրեն չհետաքրքրող բան է եղել։ Սա ես չգիտեմ, ես սպասում եմ հեսա Շարմազանովը, Աշոտյանը բան նստեն, ասեն, սա իսկական առաջնորդի կերպարն է, բան, այսպես են կառավարում երկիրը։ Ինչ է նշանակում չհետաքրքրող բան է։ Այ դրա համար Հայաստանի Հանրապետությունը 5 տարի է ենք գոռում, որ Հայաստանի Հանրապետությունը վերածած է եղել ագենտների չալտարային երկրի, ով ուր ուզեցել է գործողվի մատնասյակի Հայաստանով անցել։ Դուք այսինքն Հայաստանի Հանրապետության անվտանգությունը սույն երևույթին բացարձակ չի հետաքրքրել ըստ իր մեկնաբանության։ Սույն вообще չեմ էլ պետք է չեղել դրա մասին իմանամ։ Ոչինչ որ աշխարհում ագենտներ, տեխնիկան է այդ ագենտները, խեն այդքան մեծ ծախսեր արվում նրանց գոյության համար, իրեն չի հետաքրքրել դա։ Սա ցնդելու բան է։ Նման տեսակ մեկնաբանությունը խոսում է այն մասին, որ 1988 թվականին այս մարդիկ ոչ թե պայքարել են կոմունիզմի դեմ, անկախություն նվաճելու համար, կամ ազատ ու ժողովրդավար երկիր ստեղծելու համար, այլ ընդհանրապես խորհրդային իշխանությունից պահանջել են, որ խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը միանա խորհրդային Հայաստանին։ Այսինքն Լենին պարտիա Գորբաչով գոռացողներից մեկն էլ Սերժն է եղել, որը ի դեպ ղեկավարում է մի կուսակցություն, որի գաղափարախոսությունը կառուցված է Նժդեհի ուսմունքի վրա, այն Նժդեհի, որին հալածել է այդ նույն խորհրդային KGB-ն։ Ամեն դեպքում Աննա ջան, ես քեզ շատ հարգում եմ ու շատ հարգանքով եմ խոսել քո մասին ու հրապարակման մասին։ Ես ներկայացնում եմ, որ օրինակ Գեղամ Մանուկյանը կարա այդ տիպի բան ասի, եւ ես ընթերցեցին այն, որովհետեւ նպատակները այլ են, իսկ դու կարաս այսպեսի հարցադրում անես, որովհետեւ քաղաքացի ես ու կարող ես այդ հարցերն ունենալ։ Ու ընթերցել եմ ճիշտ ասած։ Հիմա այո, հանրապետական կուսակցությունը արտակուս ցուցադրում է, որ ինքը Նժդեհյան ուսմունքի իման վրա է, գաղափարախոսության վրա է, բայց արի ու տես, որ նրանց ղեկավարի հեչ մի տեղին չի եղել, հեչ բանջարաբոստանային չի եղել, որ KGB-ն մտել է, կողքը նստել է, դեմացը, ներսում, այստեղ երկու տարբերակ կա։ Կամ այս անձնավորությունը գիժ է, կամ ինքը նույնպես գործակալ է։ Ուստեղ խնդիրը ո՞րն է, ժողովուրդ ջան։ Տեսեք, հիմա եզրասին ասում ենք, մարդիկ ասում են, դե գիտենք, տեսեք, գիտելնալն ուրիշ է։ Քաղաքական հայտարարություններով տեքստեր ասելն ուրիշ է, բնութագրական նկարագրեր տալը, որ սաղս էլ գիտենք, որ այս ինչն էլ ագետ են, ինչն էլ։ Դրանք բնութագրեր են ու մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչի հետ կապ ունի։ Բայց դրա իրավական մասը ունենալ ձեռքում, դա ուրիշ բան է։ Եվ այո, ես վստահ եմ, որ Եզրասը այլևս երբեք Հայաստան չի գա, կամ նրանք կուղարկեն մաքսիմում, բայց ինքը չի գա Հայաստան։ Եվ երբ որ կգա, շատ ավելի շատ բաներ կբացնեն։ Բայց շարունակենք Գագիկ Քամալյանի գրառումը։ Երկրորդ դիտարկումը այն է, որ KGB գործակալության հետ որևէ խնդիր չտեսնող մարդը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղել է ազգային անվտանգության համակարգը ղեկավարող մարդ։
Սա շատ կարևոր դրվագ է, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնք բնականաբար երկրի համար ունեցել են քաղաքական լրջագույն հետևանքներ։ Պանդորայի արկը կամաց բացվում է, Ստալինյան ստուկաչների քաղաքական ժառանգորդների մերկացումը սկսված է։ Այո։ Ես հիշում եք մի ամիս ու կես առաջ ասեցի, որ արդեն վիճակը նետված է, այլ բոլոր գծերը հատված են ու արդեն պետքա սպասենք ամբողջ ձմեռ էսա լինելու։ Հաստատ ուրախ անցնելու, կարակ դրանում վստահ լինեք։ Այսինքն ոչ թե ուրախ, այդպես բան էլի։ Այո, սրանց բոլորին հավաքել է պետք։ Ինչ է նշանակում երկիր եմ ղեկավարել ու ինձ համար հետաքրքիր չի եղել ով է գործակալ ով չէ։ Դրա համար Անգլիայի քաղաքացիություն ունեցող մարդուն բերել նախագահ էր գլխներից դրել։ Դրա համար ԱԱԾ չունենք, ամբողջ ագենտուրայի մեջ թաթախված են, նոր մակրվում։ 100-ից ավել մարդ են արդեն ազատել ԱԱԾ-ից։ Մենք այստեղ հրապարակումներին մենք մենակ բանն ենք, է տեսնում ԱԱԾ տնօրենների փոփոխությունը։ Բա ներսում ինչեր է կատարվում արդեն։ Որտեղ հեշտ պետքը չի եղել։ Դրա համար էլ Սարխան ենք ունեցել Ղարաբաղում ու նմանատիպ էակներ, տենց գեներալներ ենք ունեցել, ովքեր որ ուրիշ բան էին զեկուցում, ուրիշ բան էին անում։ Այս սերժը ինչ պետք չի եղել։ Բերել մցրել է մեր իրականության մեջ, ուսադիրները ճպցրել է վրեկները, ասել է գնացեք հարստացեք, կեղեքեք ժողովրդին, կողքից էլ տեսեք ինչ ապետ, փոխանցեք ձեր KGB-ներին, նրանք էլ թող նայեն էլի Ադրբեջանին ինչ են ծախում, ինչ չեն ծախում։ Սա ես լուրջ եմ ասում, ձևակերպում չկա է սրան։ Սրան տրամաբանական որևէ ձևակերպում չկա, սա դուրս է ամեն տեսակ նորմերից։ Դայք ես բան։ Դեպ մերելը նոր չի զարդնել։ Ես Աննան ասում է, կարծում եմ ես Կիրակի վարչապետը Մայրաթորում մասնակցել է պատրակի։ Ես այդպես չեմ կարծում, Աննա ջան, եթե ուզում եք իմանալ։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչը դեռ էլի բաներ արագ կլուսաբանվեն ու ԱԱԾ-ն, ահագին մաքրված ԱԱԾ-ն եւ այն աջակցությունը, որ կա հիբրիդային պատերազմի դեմ, դրանք արդեն այդ մեխանիզմներով կսկսեն ջրերը մաքրվել, վերջապես։ Չգիտեմ, ոնց կարելի է նկարագրել։ Երկրի ղեկավարը, ասում են, դա չի հետաքրքրել, ով է ագենտ, ով չէ։ Այստեղ մի հատ ուրիշ բան էլ կա։ Վանեցյանի օրգնակարը, մեր շատ կարգապահ ստախոս Արսենը Բաբայան, շատ կարգապահ ստախոս։ Սենց բան է գրել, ասում է, դժվարությամբ եմ պատկերացնում, թե ավելի արդյունավետ եղանակով ինչպես կարելի է քանդել պետական անվտանգության համակարգը, երբ ԱԱԾ-ն կարող է քաղաքական իշխանության հրահանգով ստանալ եւ հրապարակել գաղտնիության ռեժիմում համագործակցած անձի տվյալները, ապա սրանից հետո որևէ մարդ կվստահի ձեզ։ Արսեն Բաբայանը հələ չի հասկացել, որ գաղտնիության ռեժիմով համագործակցել է մարդը KGB-ի հետ, որը չկա, արդեն FSB-ա։ Եվ երկրորդ, եթե համագործակցել է այդ կառույցների հետ, ապա համագործակցել է Հայաստանի Հանրապետության դեմ։ Ու եթե այդպիսի մարդիկ չպիտի վստահեն մեզ, ապա ջանդամը վստահեն։ Արսեն Բաբայան։ Այն կադրային չեկիստ քաղաքական ավակդ ուր է։ Բա ինքն էլ է, այս Վանեցյանին գյոզերով տակից ուզում եք հանեք։ Վանեցյանը սրանցից տեղյակ չի եղել այս ամեն ինչից։ Ու իրանց լսարանին բավարարում են այս պատասխանները։ Այդ ամեն ինչի մեջ, ախպեր մենք զոմբին ենք։ Գիշվելը բալա։ Հեսա, այս նկարի մասին եմ ասում, ու հեսա ընթերցեմ մոտ 55 րոպե, մի ժամ առաջ արել Սաֆարյան այս գրառումը, շատ հետաքրքիր գրառումը։ Այս նկարը, հեսա, KGB-ի շենքը։ Սա իզուր չէր, այս նշանը։ Սա իզուր չէր, այո։ Այդ ժամանակ արդեն մենք դրա մասին մի երկու բառ զրուցում էինք, թե այդ ինչ ֆոներ ինչ էր։ Հիմա վերադառնանք Մոսկվա վերջին այցելության օրերին Փաշինյանի այս լայվին, որն արվեց Լյուբյանկայի խորապատկերին։ Արդեն ակնհայտ է, որ այն ուղերձուն էր ու ենթադրում եմ կոնկրետ անձի, Կտրիշ Ներսիսյանին ու նրա եղբորը։ Սա նշանակում էր գիտեմ ամեն ինչ։ Իսկ որտեղից նա դա գիտեր։ Մի քանի անգամ բացահայտ ու փակ քննարկումներում հայտարարվել է,
որ ԱԱԾ արխիվների մի մասը, այն էլ կարևոր անձանց մասով, դեռ Տեր Պետրոսյանի օրոք հանվել են Հայաստանից ու տարվել Մոսկվա։ Այսինքն ԱԱԾ-ում կան արխիվներ, բայց բոլորի գործերը չէ, որ այնտեղ են։ Ենթադրաբար 90-ականներին ռուսները Հայաստանից անել են ամենաառանցքայինները, ամենասկանդալայինները, որոնք ցանկալի չէր, որ ընկնի որևէ հաջորդ իշխանության ձեռքը։ 2018-ին, երբ ինքս բաց նամակով դիմեցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին լյուստրացիա անելու առաջարկով, հիշում եք, մենք անընդհատ դրա մասին պահանջում էինք։ Ու նա արձագանքեց այդ կոչին, պարզվեց, որ ԱԱԾ-ից փաստաթղթեր են անհետացել։ Վանեցյան, ուրա են Արսեն Բաբայան, արիլը, գա։ Ու նա հանձնարարեց Արտուր Վանեցյանին ծառայողական քննություն անցկացնել դրա մասին։ Իհարկե այդ ծառայողական քննության արդյունքների մասին այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ։ Ու հանուն արդարության չեկիստ ինքնավորակումը հենց իրենն է, Արտուր Վանեցյանը դա չէր անելու։ Հիմա հարցեր։ Եզրասի ու այլոց գործը եղել է Մոսկվա տարված գործակալների անձնական թղթապանակների մեջ, թե նա համարվել է անեականներից։ Դատելով, որ նա մինչև վերջերս շարունակում է կապի մեջ լինել օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ, ինչպես ԱԱԾ-ն է հայտարարել այսօր, ու նա բարձրագույն պարգև է ստացել Պուտինից, կարելի է ենթադրել, որ նա շարունակում է կարևոր համարվել Մոսկվայի համար։ Կամ պետք է ընդունենք, որ նախ կտրիչին, ապա եզրասին բացահայտ Ռուսաստանի պարգև տալը նրանց վառել էր նշանակում։ Այդ դեպքում արդյոք չի ստացվում, որ եզրասի գործը կարող է փոխանցված լինել հենց Ռուսաստանի ու Պուտինի կողմից։ Դեռևս ամիսներ առաջ մի վերլուծության մեջ նշել էի, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ խաղն այնպես է տանում, որ նրա բոլոր պրոքսիները պայթեն մինչև վերջ ու Կրեմլը այլևս չունենալով որևէ լուրջ խաղակարգ, ստիպված կլինի ընտրություններից առաջ համակերպվել Փաշինյանի վերընտրության հետ ու նրան ընծաներ կանի անցյալի մեղքերը կավելու ու սիրտը շահելու համար։ Արդյոք գործ ունենք այս դեպքի հետ, երբ Պուտինը իր անգնահատելի գործակալին սկուտեղի վրա մատուցում է ՊԱԿ-ի անձնական քարտնել հետը։ Չէ՞ որ Ադրբեջանի դեպքում էլ նա հանձնեց նախագահի աշխատակազմի բազմամյա ղեկավար ու Ադրբեջանում ստվերային կարդինալ Ռամիզ Մեհդիևին, որ նա փորձել է գահանքեց անել Ալիևին։ Ինչու պետք է Պուտինը ադրբեջանական քաղաքացիական ինքնատիռը խոցելուց հետո Ալիևի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար նրան ընծա աներ իր գործակալին, իսկ Հայաստանում դա չաներ։ Չէ՞ որ ռուսական քաղաքականությունը Հայաստանում ոչ միայն տապալվել է, այլ անթույլատրելի վարվել է Փաշինյանի իշխանությունը տապալելու բոլոր նախորդ շարժումներին։ ՀՊՇ-1, ՀՊՇ-2, ԳՇ-բունտ, սրբազան պայքար, եղել են իր սատարման ու կուրացիայի ներքո։ Իսկ դրանք նախատեսում են նաև վարչապետի սպանություն։ Հետևաբար Պուտինի նվերը Փաշինյանին պետք է բարձր գնի լինի, եթե ցանկանում է սիրահարել նրա սիրտը, որպեսզի Ռուսաստանը Կովկասում խաղից դուրս վիճակում չլինի։ Իսկ այժմ Ռուսաստանը հենց այդ վիճակում է։ Իդեպ ԱԱԾ երկարամյա ղեկավարու հետո 10 տարի ՀՀ նախագահ եղած Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նշված որևէ պաշտոններում եղած ժամանակ իրեն հայտնի չեղել եզրալիցի գործակալ լինելու մասին փաստական ապացույց։ Գործ։ Սերժ Սարգսյանի խոսքին հավատալ իհարկե հնարավոր չէ, քանի որ նա նույն կերպ տեղյակ չէր նաև հոկտեմբերի 2-ի հավաքչության նպատակով ԱԱԾ հավաքագրած Նայիրի Հունանյանի ու խմբի այլ անդամների կրկին ԱԱԾ գործակալ կամ աշխատակից մտադրությունների մասին, որոնք անգամ հայտնել էին ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ խնջույքների սեղանների ժամանակ։ Եթե Սերժ Սարգսյանի անտերյակությունը ճակերտավոր այս օպերայից է, ապա մնում է, որ նա երկրորդ անգամ ձեռքը վերցնի տուղտուգրիչն ու գրի. Նիկոլը ճիշտ էր, ես սխալ։ Ու համաձայնի, որ ինքը երբեք չի տիրապետել իրավիճակին, ինչպես Փաշինյանն է նրան մեղադրում Մարիոթ հյուրանոցում։ Կամ էլ եթե Սերժ Սարգսյանը Եթե ճիշտ է, ուրեմն Հայաստանին եզրասի ԱԱԾ անձնական գործը փոխանցվել է դրսից, իսկ դա կարող է լինել Ռուսաստանը, որտեղ Լյուբյանկայի խորապատկերին հաղթանակած դեմքի արտահայտությամբ ու հանգստությամբ նկարվում էր Փաշինյանը։ Կամ էլ միգուցե եզրասի գործերը եղել են ԱԱԾ-ում վերջին տարիներին անհայտացած փաստաթղթերի մեջ, որոնք Փաշինյանին կարող էր տալ հենց ինքը Սարգսյանը։ Այդ դեպքում իհարկե ոչ մի դեպքում ինքը չէր հաստատի, որ ժամանակին իմացել է եզրասի գործակալ լինելու մասին, ինչպես որ ասել է։ Շատ հետաքրքիր նյութ է։ Շնորհակալություն, պարոն Սաֆարյան։ Ես չնայած ես հասկանում եմ, որ առասարակ Սաֆարյանը եթե հանգարց սկանդալային մի հատ բան ալինում, արագ մի քանի մեկնաբանություններ անում է, մեկ էլ անցնում է մի ամիս, 2 ամիս, նայում ես մասնագիտացված ձևով սենց եկավ նյութը, այնպես որ ես դեռ կսպասեմ Սաֆարյանի մեկնաբանություններին այս մասով։ Այնուամենայնիվ ժողովուրդ ջան, այո, Պանդորայի արկղը կամաց չէ, բացվել է արդեն,
կամաց միջի վեշերն են դուրս գալիս։ Իսկ ինչ է նշանակում լինել կաթողիկոսի եղբայր եւ ԱԱՑ գործակալ։ Արդեն բարձա որ KGB գործական։ Արդեն բարձա որ սրանով հասկացնում են կտրիչին, որ ապեր Ըրես շելի աղբերդ մի ամիտ գործակալ էր դարձել, իսկ դու դրանից անտեղյակ, քո համար նվիրված Աստծուն ծառայում էիր եկեղեցում։ Սա նախերգանքներ է, եւ ինձ թվում է, որ մատարակ այդ ձևով կտրիչին հեռացնելը կարծես թե գնում է երկրորդ պլան, եւ նաեւ դրա հետ էր կազմված այն հանգամանքը, որ Բուլկիով, Քոչարյանով, այսքան падգամավոր ոչ թե պիտի ուղարկեին մարդկանց կամ հակաների ներկա, այլ իրենք անձամբ էլ պիտի գային լցվեին հանուն կտրիչի պաշտպանության, որովհետև իրենք հնարավոր է կարծում էին, որ երեկվա ժամերգության ընթացքում, եթե իրենք չգան ու միայն մենք լինենք, կարող է իրավապահները գործողություն անեն։ Իսկ ինչու պիտի այդպես կարծեն։ Ուրեմն իրենք էլ արդեն ահագին տվյալներ ունեն։ Հիմա իրանց խնդիրը մեկն է։ Իրենց էլեկտորատին մեջ փորձել չվստահելու, չհավատալու զգացողությունը պահպանել։ Իրենց այս բոլոր լոլոները դրա մասին են լինելու։ Փորձել իրենց էլեկտորատին պահեն, գոնե 2200 հոգին, որ մնացել են, գոնե դրանց պահեն, հանկարծ չծրվրվեն սրանք, սրանք էլ խելոք նստած լսում են, հա, ուրեմն ԱԱՑ-ն կարա սենց սարկացել մի, հա, պաստորեն, սենց բաներ, առանց խորանալու, որովհետև նրանց ոչ ոք թույլ չի տալու, որ խորանան։ Եվ այս ամեն ինչը նաև նրա մասին է, որ 26 թվականին հնարավոր է մենք ունենանք առանց արտաքին ուժերի ներքո գործող ստահակ դավաճան երևույթների մասնակցության ընտրություններ։ Ես կարծում եմ, այս ամեն ինչը դրա մասին է։ Այնպես որ սա կարևորագույն իրադարձություն էր եւ նաեւ ինչի եկեք մատ վեր հիշենք դրանց այդ տիպի բաների մասին առանձին շատ խոսել ենք բայց հիշենք նաեւ որ Եզրասը FSB-ի օգնությամբ է Ռուսաստանի եւ Նոր Նախճիվանի թեմի առաջնորդ դարձել FSB-ի օգնությամբ եւ երբ FSB-ն մտավ Մոսկվայի եկեղեցի բոլոր եկեղեցու ծառայողներին տվեց պոլին լարեց ու Եզրասին դարձրեց թեմի առաջնորդ ասեմ ավելին այնտեղ եկեք աշխատող չանենք Արա Աբրահամյան կոչվածին, ով նույնպես գործակալ է հանդիսանում եւ կարծում եմ առաջիկայում էլի փաստաթղթեր կհրապարակվեն։ Խաչագողներն են, խաչագողները։ Նետես հստակ բան եմ ասում։ Սա բնութագիր չի, նա խաչագող է։ Մի օր դայլ կգախնաձերծվի կտեսնենք։ Հիմի, այսինքն վերջ բնութագրական խոսույթից դուրս ենք գալիս։ Սա մեղադրական բաներ չեն։ Սա լյուստրացիա է կոչվում։ Մի մասով։ Ու երբ ասում են, որ ասվում է, որ դեռ ինչեր կա, որ ինչա կտրիչի հետ մի գործակալ, տեսեք, Լիդայան, ինձ եք համարում գործակալ, նայ, ամենաուժեղը որն է, ժողովուրդ ջան, խնդրում եմ, ես կակրած այս թեման ուզում էի բացվեր, ինձ թվում է, ես իրան վճարել եմ, որ ինքը եսի գրի։ Տես, Լիդայան, դու ինձ համարում ես գործակալ, չէ, կարող ես, դու միակը չես, շատերը կա, սաղին գործակալ են համարում, բայց խնդիրը որտեղ է, դու փակ էջով դա ասում ես, այ եթե դու լիներ բաց էջով, քո անուն ազգանունով, քո դեմքով, ու այդ հայտարարությունը լիներ պաշտոնական, ես, որպեսզի պահպանեմ իմ բարի համբավը, պիտի դիմեի իրավապահ մարմիններին, հասկանում ես, այ հենց տեղ է բանը, որ ԱԱՑ-ն պաշտոնապես հրապարակել է փաստաթուղթ, ընդդիմադիրները արդեն որակումներ են տվել, քո նմանի ուղեղներ լցրել են, բայց ոչ ոք չի դիմում դատարան, Ընդ որում մեղադրանք եղել է պաշտոնական, բոլորի դեմքով, բոլորը իրենց դեմքով ասել են դա, այսինքն դա հիանալի հնարավորություն է, որպեսզի ցած մի հատ լրիվ անվեր ջրի երես, բայց տարբերությունը մեր ու ձեր շատ մեծ է,
Լիդիա ջան, այնպես որ այսքան ասելուց հետո թույլ տվեք ձեզ բլոկ անել, որովհետև ձեր զալեն միշտ չի որ կարող եմ ես ունենալ։ Ահա։ Հիմա ժողովուրդ ջան, եկեք իհարկե այս ջրերը դեռ շատ բարձվելու տեղ ունեն։ Երկու հատ, հա, մի հատ վիդեոյի անդրադառնամ էլի։ Երեկվա ես ճիշտ ասած երեք չուզեցա սրա մասին խոսել, որովհետև նման իրավիճակներ լինում են ու պետք չէ էլի դες դնել հերոսանալ այ մենք այ սենց այնց, հա։ Այնուամենայնիվ չխոսացի սրա մասին, բայց News AM-ը մի հրապարակում արել, որի պարագայում այո ստիպված եմ խոսել։ Տեսեք։ Երեկվա բանից կադր, հա, երբ որ գալիս է Տեր Արամը, ու ես մոտենում եմ նրան, ու հրապարակում է արվել։ Մի վայրկյան, զվուկ, էսի թեքենք, ժողովուրդ ջան, էսի զվուկը ունենք, գնաց։ Բոլորին ասած որ ես կամենի, ես կթողան։ Բոլորին ասած բավարարում։ Բոլորին ես թողան։ Ու հետևյալ գրառումը Ստեփան Ասատրյանը ցուցումներ է տալիս գնել Սարգսյանին 2300 լայք 855 մեկնաբանություն այնտեղ մարդիկ կան որ անգամ ինձ շնորհակալություն են հայտնում որ ես ցուցումները իրականացնեմ շնորհակալ եմ ձեզանից ձեր դրական մոտեցման համար բայց վերնակիրը սխալ է Տեր Արամը ինձ ցուցումներ չի տալիս Չէ, բաննա, News AM-նա։ Տեսեք իրականում ինչա տեղի ունենում են, Աննան էլ նայում Դալակյան։ Հաստատ ավելի մանրամասն կարա պատվի, ինձանից ավելի լավ, որտեղ ես կարող եմ մի փոքր ամուսնություն անեմ։ Ուրեմն ոստիկանները ասես որ կանգնած էին, այս կողմում իրանց դասնենա կտրիճի, KGB-շնիկների։ Այս կողմում մենք Մարդիկ որ գալիս էին, շատ ժամանակ չեն հասկանում, հա, որ այս կողմից իրանք աղաղակում են, դե արձագանքը պատտում այս կողմից է բերում։ Շատերը խառնում էին, որ ուղղությամբ գնային ու հնարավոր էր սադրանքներ լինել, չէ, ամեն ինչ կարա լինի։ Այդ միլիցիաները շատ գիտեն, ով որ կողմա գնում։ Հիմի ես կանգնել եմ ես վերևի հատվածում, որ գոնե մարդիկ իմ դեմքը տեսնելով հասկանան, որ այս կողմ կարող է պիտի գան։ Ով կճանաչեր, ով չի ճանաչի, դե ինչ անեմ, դրանից ավել բան չեն կարող անել։ Աննան էլ այդ ընթացքում Եթե չեմ սխալվում ազատությանն էր ինտերվյու տալիս ու կողքից էլ մեկին արդեն բժշտում էր, որովհետև սա եկել էր ու փորձում էր մեզ վիրավորել։ Ուրեմն Տեր Արամենք որ գալիս են, այն վերևի հատվածում, չգիտես ինչի թափորով են դե գալիս, մի 50-ի կնեն, չէ, ան։ Գվարդիան ուղեկցում, եկան ու թեքվեցին այն կողմ, էսրանց կողմ, այս իշխանիկ կենց կողմ։ Չհասկացա ինչա կատարում, արագ այս կադրի մեջ Ես մոտենում թափորը կանգնացնում եմ, մոտենում եմ Տեր Արամին, ասում այն կողմ պիտի գնաք, դու մի ասա Տեր Արամը գիտի թե այդ կողմ պիտի գա, այսինքն փուրն են տալիս, էլի Տեր Արամը, գնալներ ընդ ես վատ բաներ տեղի ունենալու, նրանք է վայրենացած կանգնած։ Ասում եմ այս կողմ պիտի գա, Տեր Արամը չի հասկանում ես ինչ նկատի ունեմ, ասում չէ, մարդկանց ասա թող գան այս կողմ։ Ես հետո էլի եմ բանանում, ասում չէ, այն կողմ պիտի գնանք, ու ես գվարդիայի աշխատակցին եմ ասում, ասում եմ ախպեր Այն կողմ պիտի գնանք, ստեղ որ գնանք դժվար թե դուք ձեր գործը կարենաք նորմալ անեք էլի։ Նոր հասկացան ինչ է կատարվում ու հենց այդ տեղից սենց կտրեցինք անցանք այս կողմ։ Այդ ընթացքում այդ արանքն են իրանք տեղադրել, ամբողջը չեն տեղադրել, ասում եմ ցուցումները տալիս գնել Սարգսյանին։ Ուրեմն գնել Սարգսյանը Տեր Արամի հետ նենց չի ամենօրյա կապի մեջ, չնայած կարող ամենօրյա կապի մեջ լինի, որովհետև ես ոնց հասկանում եմ մենք լավ գաղափարակից ընկերներ ենք։ Բայց հա անվտանգությունը ուղեկցում էր, բայց տեղը սխալ էին ընտրել, գնում էին այն կողմ։ Այդ իրավիճակն է այսքան տեղը։ Ու որ ինքը ինձ ասում է, չէ, թող մարդիկ գան այս կողմ, ես հասկանում եմ, որ ինքը չի հասկացել, էլի եմ մոտենում, ասում եմ, Տեր Արամ, պիտի այն կողմ գնանք, էլի իմդեղ են ժողովուրդը սպասում ձեզ։ Հասկանում եք։ Այսպեսին բաներ կա։ Հիմա սրանք ցած ապուշ վերնագրերով էլի կիսատ պրատ բաներ են դնում։ Ախր News AM-ի լրագրող ջան, դուք էլ այնտեղ կարեք չէ՞ մի հատ հարց տայեք։ Ասեք ձեզ ցուցումներ ա տալի։ Չնայած ասեմ այո, կազմակերպչական որոշակի հարցեր կան, որ ես սիրով կփորձեի օգտակար լինել, բայց քանի որ իրավիճակը այնպես է զարգացել, որ ավելի շատ եկեղեցականներ են միանում այս պահանջին, ուստի ես ինքս նույնպես աջակցելով հանդերձ, սատարելով հանդերձ,
Միևնույնն է, ուզում եմ որպեսի դա իսկապես եկեղեցու ներսով հնարավորինս լուծվի այդ հարցը։ Ներսի, որովհետև ես այն ամենասկզբից էլ անընդհատ ասում եմ, չէ՞, խնդրում ենք ձեզ, արա, սրբազաններ ջան, քահանաներ ջան, եւ այլն դուխով դուրս եկեք, մենք ձեր կողքն ենք։ Այսինքն մենք ձեր կողքն ենք, բայց ներսը դուք մեզնից լավ գիտեք։ Որպեսի եկեղեցին քիչ վնասվի, տենց է պետք անել։ Մի խոսքով, հերթական ախմախությունն են, էլի, իրանց կապիկությունն են արել, էլի։ Ահա, համ գիտեն, որ ինչ անենք, այս անգամ եկեք լավ, շատ չբշտեմ այս ապուշներին։ Մեղքս գալիս են արդեն, ինձ ներդու փախնում են արդեն։ Որովհետև գիտեն, որ դժվար են կտրտելու, ինչ որ պիտի կտրտեն։ Ու մի հատ էլ սենց տեսանյութ ցույց տամ, ժողովուրդ ջան։ Կներեք, այս գործակալի թեմայից կտրվեցինք, բայց սա նույնպես կարևոր է, չի կարա հետո իմանա, իսկ նյութը մնալու է, էլի։ Նայեք, Տելեգրամյան ալիքով գուշակեք, Երևան Today-ի Իդեպ դեկտեմբերի 18-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում փաշինյանական հոգևորականները որոշել էին հավաք անցկացնել, ինչը մեղմ ասած զարդարացրեց սպասելիքները։ Վարչական լծակների օգտագործմամբ ավտոբուսներով բերման ենթարկելով Մայրաթոր, իշխանությունը կարողացել էր ապահովել գրեթե այնքան մասնակցություն, որքան լինում է շրջիկ պատարագների ընթացքում։ Բայց ուշագրավը այստեղ նրանց պահվածքն էր։ Հովանավանքի հոգևոր հովիվն ասում է, ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, հայհոյանքներով էին խոսում։ Թե կոնկրետ ում էր իշխանությունը հարբած տարել հավաքի, չգիտենք, բայց օրինակ ԿՊԱ համայնքապետ Սափեյանից նման տպավորություն կստանայիր։ Ուշագրավն այնքան էր ԿՊԱ-կանի պահվածքը չէ, նրանք ցույց են տվել, որ պատրաստ են շատ մերժելի բաների։ Ուշագրավն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ ԿՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջերում հրապարակվեց կուսակցական էթիկայի կանոնագիրք։ Կանոնագրքում ասվում է, կուսակցության անդամները պարտավոր են մերժել ապելության խոսքը, վիրավորանքը, բռնության ցանկացած դրսևորում։ Սափեյանը վիրավորել էր նաեւ զոհվածի մորը, ինչը չեն հրապարակում խիստ ոչ եթերային լինելու պատճառով։ Դեռևս չի հրապարակվել Տավրոս Սափեյանին կուսակցական պատժի ենթարկելու որոշում նման պահվածքի համար։ Եվ ուրեմն ում համար է այդ կանոնագիրքը, թե այն ուժի մեջ չի մտնելու։ Հիմա սույն տիկնոջը մի երկու բառով ասեմ։ Կամ վերջից, հա։ Ես այդ կանոնագրքից, ես տեղյակ եմ, որ այդպիսի բան ինչ որ որոշում ընդունել են, չնայած այս կուսակցական չէ, բայց հետևում եմ վարչապետի հրապարակումներին։ Մյուս կողմից էլ, եթե դու տեղյակ չես, Ազիզ ջան, ասեմ, որ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովում հստակորեն ասեց, այո, մենք այդ բանը ընդունել ենք, բարեվարկության կանոնները, բայց ձեզ չթվա, որ հարկ եղած դեպքում չեք ստանալու պատասխաններ։ Այսինքն, եթե հասցնեք դուք դրան, պատասխան կստանաք։ Սա սենց։ Հիմնի, ինչ վերաբերվում է հարբած մարդ, ով ասել այդ բանը, պորնիկի վաստակա։ Ով էր ասել էդի, ասեցին ինչ-որ հովանավանքի հոգևոր, չգիտեմ, երևի են ղրգացներից մեկը էլի, որ իրանց արևին, ով ասել է, ստախոս ամբարոյականի ծնունդա։ Ես ժամը 5-ից, այդպիսի բաների մացունալ եք ասում, մետու ինչ, ես ժամը 5-ից մինչև վերջ այնտեղ եղել եմ, որևից է մեկից, ասեմ ավելին, ինչ լկտիավարի էին ձերոնք, այդ ձերոնք իրանց պահում, գարից կանգնում ոստիկանական պատնեշի մոտից այս կողմի վրա ինչ այլանդակ խոսույթներ էին նետում, ինչ անեծքներ, ու ոնց էին փորձում սադրել, ես կանգնած, մեր քանդակագործ նկարիչ մի շատ լավ մարդու հետ զրուցում ենք, ու կակրած այդ ժամանակ եկանք այդ մտքին, ասում եմ դուս տարբերությունը հելնա, էլի, ստեղ հանգիստ մերոնք, բայց տեսնում ես հասկանում ես, որ իրենք գիտակցաբար եկեղեցու տարածքում են, ու նա հելա ընդեղ, ես ովքեր են հրա, ես ովքեր, ես ինչ սև են իրանց պամ, կանայք են իպեր, երևի մի 5000 դնում էին ջեբները ուղարկում են էսյան, որ գային սադրեին, որ անպայման, որ 2-3 անգամ ես եմ դիմել ոստիկաններին, 2 կինեք էին մտել էին ես մարդկանց մեջ, դիտավորյալ, գրում են վեհապար, շատ լավ մանալ մարդիկ աղա բար կարեն, մի 2 բառ ասել, իրանք լաչարություն, ոստիկաններին դիմել եմ, ասել եմ արգելի ոստիկաններ, խնդրում եմ, այս կանանց վրա ուշադրություն դարձրեք, փորձեք նրանց այստեղից առանձնացնել, մարդկանց խումբ է, ինչ իմանաս, ամեն մարդ ոնց կընդունի։ Երկրորդ անգամ մեկ եկավ մոտեցալից, բայց ուզում եմ ձեզ այդ խոսել, ասեք, բայց գիտեք ու մի անգամից վիրավորանքով բանով մտա, բայց շատ հանգիստ, առած մեր բան մնաց, արգելի ոստիկաններ խնդրում եմ, բայց տիկինը մի քիչ ադեկվատ չի, հեռացրեք սա նստեք եւ այլն։
Այո, բոլոր սա այն անանասը գնել ջան ասա, որ իրենց կողմից բոլոր սադրիչները կին էին, այն էլ անադեկվատ։ Այո, եւ իմ կարծիքով իրենք շատ լավ ճանաչում էին, թե ում են ուղարկում, ում ոնց են ուղարկում։ Ոնց որ այս տիկնոջ հետ էր, վիվա ջան։ Այդ որ վիդեոն ցույց է տալի, ոնց որ դրա հետ է պետք չի։ Այս է եղել իրականությունը։ Այսպես կանգնած աշկերիք մեջ նայում խափում են ժողովուրդ։ Ուստես ունեմ առաջարկ։ Մյուս անգամ բոլորով առանց բացակայնելու։ Եկեք համոզվեք։ Եկեք նայում աշկերիք մեջ խափում են սրիկաները։ Գնա ջան, բան քրակնոջ ոռնոց է թե բա շալվարների իջը, հա։ Ասենք իմի մեզ օրինակ դրանց այդ բաներից սադրիչներից մեզ ասում եք թուրք։ Իմի ես ձեր մասին թուրքի կարծիք ունեմ։ Գայ կանգնեի մեջները 10-ի, ո՞նց եք արձագանքել։ Կամ Սապյանին բան եք ասում։ Արա Տեր Արամին սպանում էիք ընդ, խեղտվում էր այդ տղեն, արդեն ջուրմու ենք լցրել։ Բան անում որ բացի։ Դու կուրսի չես։ Թե այդքան տեղն եք նկարեք կրճատել կծրել։ Տեղյակ չես ոչ մի բան ես։ Մեր Հայկ Ահավաքյան մինչև իմի մինչև 3 գիշերը շունչը կտրվում էր։ Անենց էիք արմունկով սխմել կողքից դիտավորյալ։ Հենց այդ ժամանակ որ թուղթն էին տանում տային, հայտարարություն անեին։ Այդ չէ վայրենի վիրունիների դուք անդիմադիրների լուսաբանող եք, վայրենիներին պաշտպանող ու արդարացնող եք։ Ձեր դուք ով եք, դուք լրագրող հաղորդավար ես ինչ եք, ես ինչ եք։ Կանգնել խափում եք։ Իսկ այն ով որ ասել է թե մեր մեջ խմած մարդիկ են եղել, մեր այդ 1000 հոգու մեջ։ Նա պորնակացինա, ամբարոյականի ծնունդ է, ստախոս հակա եկեղեցական ների ծնունդ է ինքը։ Այս ձեր լեզվով ասեմ, որ հասկանաք, ների ծնունդ։ Դե այ հենց այդ ով որ ասել է, թող կապվի ինձ հետ։ Ու ձերքի տակ էլ բան չունեին, չէ, երևի հանեին ֆիքսեին մի հատ բան անեին, որ հա տեսեք խմած են բան։ Եկանա որ պախարակ են, այդ են ստացել նվեր, էլի պախարակել է։ Ես շատ լավ, ես իմ կաշվի վրա հենց եմ զգացել ձեր պախարակելու բաները, էֆեկտները։ Օրը ձեր պախարակման պատճառով, ձեր սուտ խոսելու պատճառով օրը 1000 հոգու հերու մեր եմ խառնում իրար։ Որովհետև լսում են ձեր ստերը, գալիս են գնում են ջանից, հետո տենում են իրանց նումերը խայտարակ եղան, իրանք էլ հետը։ Գնացեք դուք եզրասին սատարելու, գնացեք փրկելու եւ պաշտպանելու ձեր պակ գործընկերոջը, ձեր KGB-ի գործակալին, հակապետական տարին, ձեր դավաճանին գնացեք փրկելու։ Ձեր աղանդով, ձեր աղանդի անունը հենց KGB-ը։ Հենց KGB։ Այդ է ձեր աղանդը։ Եկել եք եկեղեցուց դեմը կանգնել, ձեզ եք ցույց տալիս, դուք աղանդավորներ եք KGB-ի։ Քոչարյան Լևոն, Գեգամ Մանուկյան, ԱԱՑ-ի հայտարարություն, Ռուսաստանից դեռ ձեզ չեն ասել, որ պիտի սուս մնա կարա։ Որ պիտի սուս մնա, տենում եք իրանք սուս են։ Մարիա Զախարովան էս մասորելը ոչ մի բան չի ասել, իսկ արտգործնախարար Լավրովը հələ ոչ չենք գտնում։ Ու սրանք նոր չի է, սրանք 10 նամյակներով զավթած պահած են եղել մեր եկեղեցին, մեր հավատքը, այ դրա համար ենք մենք այսպես իսկապես այլասերված, իսկապես նյարդերներից վրա չենք կարողանում կանենք, իսկապես ես չեմ ուզում ինձ առանձնացնել, ես ինքս էլ շատ բաներ ինքս էլ չեմ կարողանում տանել, արդեն դժվարությամբ, քրիստոնեաբար չի ստացվում, շուտ նյարդայնանալ, շուտ չգիտեմ բանան, բոլորից մեջ է այս բանը, որովհետև մեզ հեռացրել են Աստծուց։ Ինչքան կարողացել են, մեկին այսքան, բայց ինչքան կարող, այ հենց այդ կանանց այդ թվում, հեռացրել են, այդ կանայք գիտեն այդ եկեղեցու բակում անիծելով, իրանք հավատացյալ կարող են կոչվել, մեղք են։ Ինչու, որովհետև մի քանի գործակալներ արմատները քցել նստել են։ Այս սրա համար բոլորս էլ այս վիճակին ենք հասել, որովհետև այս մեր եկեղեցին, ասում եմ, գողացած են եղել մեզանից։ Մենք ոչ Աստծու հետ ենք ծանոթ եղել, ասենց ընդհանրական բանով ասեմ, հասկանում եք խոսքը ինչի մասին է։ Ոչ քրիստոնեական բարոյական արժեհամակարգի է։ Ինչ որ ինտուիցիայով ապրել ենք, ինտուիցիայով, այն էլ մեր հայրերի, պապերի թողած, ինտուիցիայով ապրել ենք։
ու փառք Աստծո, որ հենց այսքան մաքուր մարդիկ մնացել են, այսքան մարդ մնացել է, ով վերանայում է իր ապրածը ու փորձում է պետության համար քայլեր անի, իր համար, պետության համար։ Ինձ թվում է Լիլիա ջան, հենց այդ դրան էլ կհասնի գործը։ Խանգարելու խնդիր չի։ Պարզապես այդտեղ իսկապես խայտառակություն է դա։ Դեռ նրան շանս է տրված։ Որովհետև աշխարհն է նայում։ Մի պետությունում ձերբակալվի կաթողիկոսը։ Ու հասկանեք չէ, ինչ հիմնավոր բաներ պիտի բերվեն այդտեղ, ու այդ հիմնավորները որ բերվի, ինչ խայտառակ ենք լինում ազգովի։ Եվ կտրիչը սա շատ լավ գիտի։ Դրա համար չի գնում։ Ինքն ասում է, հա դե խայտ հանգարցից բռնիկ խայտառակ կլինեք ազգովի։ Շատ լավ գիտի։ Նա դրել է եկեղեցին այնպիսի ծանր հարվածի տակ եւ եկեղեցին եւ պետությունը, որ էլ ասելու չի։ Այստեղ էլ հենց իրենք խաղում են։ Իրենց գործընկերոջը փրկելով, պաշտպանելով։ Այնպես որ ձևիստներին էլ կխնդրեմ մի քիչ ձեզ ակուրատնի պայք, վաղը ձեր հրապարակած ու հայտարարած բաներից եմ խոսելու։ Վաղը իրիկունը ժողովուրդ ջան, մի քիչ կզրուցենք, այդ որ անընդհատ ասում են պառակ թված, հանրությունը պառակ թված, վաղը հենց դրա մասին էլ կխոսենք։ Մի երկու բան էլ ավել։ Չգիտեմ, ես մտքերս չեմ կարողանում կազմակերպել, այնքան sense իմի խառն է, չեմ կարողանում։ Ես գիտեի լիքը ասելիք ունեմ ու եթեր մտնեմ, եթեր միացնեմ, բայց զգում եմ չեմ կարողանում անգամ մտքերս ձևակերպեմ, որովհետև այնքան համ խոսում, համ ավելի ես խորանում, ու այնքան ամեն ինչ այնքան զզվելի է ու այնքան հակապետական ու հակաեկեղեցական է, այնքան հակաբարոյական է, որ չգիտես, ինչ գնահատական տաս դրան, սա սարսափելի է, սա վատ երազ է, սա շատ վատ երազ է։ Լավ եղեք ժողովուրդ ջան, շնորհակալություն եթերը դիտելու, տարածելու համար, այդ մուտիլովշիկների մանիպուլյացիաները ռադարեք, ու եթե էլի եմ խնդրում, եթե ռուսական կողմից ինչ-որ պատասխաններ կլինի, խնդրում եմ հողում տեղադրել, ինձ հետաքրքիր կլինի, տեսնենք հələ ուր է տանելու այս ամեն ինչը։ Իսկ այդ ապուշներին շատ քիչ է մնացել։ Այո, ես վստահ եմ, որ ձմեռը շատ հետաքրքիր է լինելու։ Լավ եղեք ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։